Պարոն Սարգսյան այսօր նույն պահանջով նորից դիմել է կառավարություն, ինչ ակնկալիքով եւ նաեւ կարծես թե նամակ եք հանձնել, նամակի բովանդակություն կխնդրեմ ներկայացնել։ Այո, այսօր նոր մուտք արեց Մեսրոպ Մանուկյանը կառավարություն այն պահանջները, որը բարձրաձայնել էինք տաքսու ոլորտը կարգավորելու հետ կապված աշխատանքային ստաժի, տոկոսների, ապահովագրության հետ կապված, որ պարտադիր ապահովագրություն պետք է ունենան մեր վարորդները։ Ակնկալիքը, ճիշտ ասած, ակնկալիք ես կառավարությունից այդքան էլ չունեմ, բայց իրավական գործընթացով մենք կառավարությունը դիմել ենք, հասկանալու ինչ պատասխաններ են տալու։ Դրանից առաջ մեր ակցիայից հետո էկոնոմիկայի նախարարը փորձեց տաքսիների հարցը լուծելու փոխարեն տաքսիներին ասել եկեք նորից վարկ տան, այսինքն վարկ տանք նորից բեռի տակ այդ բարձր տոկոսադրույքով վարկերի տակ տաքսիներին մտցնել, բայց մեր պահանջը վարկ տալը չէր, մեր պահանջը նա էր, որ տաքսու ոլորտը կարգավորեն, այսինքն մարդիկ հարկ են վճարում եւ ստաժ ունենան, աշխատանքային ստաժ, գրանցված աշխատող համարվեն այս մարդիկ, իրենք կորոշեն արդեն գրանցված աշխատող են վարկի համար դիմեն, թե ոչ։ Վերջին ակցիայից հետո է նախարարը կապ հաստատել վարորդների հետ, ճիշտ հասկացա։ Այո, մեր բարձրաձայնումից հետո, մեր բարձրաձայնումը որոշակի փոփոխություն տեղի ունեցավ, այս կառավարության մոտ որոշակի շարժ տեղի ունեցավ, մենք ստիպեցինք որոշակի շարժվել, բայց մենք պահանջատերն ենք լինելու այս հարցի կարգավորմանը, եթե փորձեն այս իշխանությունները չլուծել, մենք դա իրենց հեռացնելուց հետո կլուծենք այդ հարցերը։ Նամակը փոխանցեցի կառավարությունը, ինչպես ընդունեցին, ձեզ ով ընդունեց, ինչ է պատասխանել։ Սովորական ընթացակարգ է կառավարության ընդունարանի մուտքում, աշխատակիցներ են, սովորական դիմումի մուտք է կատարվել եւ վերջը դուրս ենք եկել։ Պարոն Սարգսյան, նաև տաքսի վարորդները ստորագրահավաք են իրականացրել, կխնդրեմ ստորագրահավաքին էլ անդրադառնաք, քանի վարորդ է միացել եւ ինչ ընթացքում է։ Վարորդների քանակը Մեսրոպ Մանուկյանը քիչ առաջ ներկայացրեց, թվով այս պայն հստակ թիվը չեմ կարող ասել, բայց կարևորը վարորդների քանակը չի, այստեղ քանակը չի, քանի որ բոլոր վարորդները վստահ են, բոլոր on-line տաքսի վարորդները այս հարցի կողմնակիցն են, բոլորն էլ ցանկանում են, ստորագրահավաքի խնդիրը էական չէ քանակով, կլինի 50 թե 100, դա բավարար է մուտք անելու համար, որտեղ հստակ պահանջ է դրված եւ բոլորը համաձայն են։